Ալեքսանդր, շնորհակալություն։ Խնդրեմ բարոյական։ Շնորհակալություն։ Պատասխան դատարան, ճիշտ ասած, նախորդ դատական լսումների ընթացքում, նախնական դատական լսումների ընթացքում մեր կողմից ներկայացված որոշ դիտարկումների, փաստական հանգամանքների, իրավական վերլուծությունների պարագայում, որը ներկայացվել է պաշտպանական կողմից, ես անկեղծ ասած այսօր լեգիտիմ ակնկալիք ունեի հանրային մեղադրողից այլ բովանդակությամբ ելույթ լսելու։ Ես ակնկալում էի, որ հանրային մեղադրողը նախ հետ կվերցնի ներկայացված միջնորդությունը, ներողություն խնդրելով դատարանից, դատարանին անհարկի մինչ այժմ ծանրաբեռնելու համար, ակնկալում էի, որ հանրային մեղադրողը ներողություն կխնդրի պաշտպանական կողմից մեզ ավելորդ անհանգստություն պատճառելու համար, հանդես կգա ինքնախոստովանական ցուցմունքներով իմ նկատմամբ ապօրինի քրեական վարույթ նախաձեռնելու համար, հայտնելով պատրաստակամություն իր բաժին պատիժն ու պատասխանատվությունը կրելու համար, ինչպես նաև հայտարարել նախորդ դատական լսումների ընթացքում մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ նոր վարույթ նախաձեռնելու մասին։ Ցավոք սրտի մենք լսեցինք այլ բովանդակությամբ բացման խոսք, ինչը ստիպում է մեզ անկեղծ ասած որոշակի իմաստով նաև մենք երկրորդ տարբերակներ նախատեսել, ինչի կապակցությամբ ես նախապատրաստել եմ նաև իմ նախնական բացման խոսքը։ Դատարանի ուշադրությունը այս բացման խոսքի իմաստով ուզում եմ հրավիրել երկու ասպեկտի և երկու խնդրի վրա։ Ասպեկտները, որոնք կան իմ բացման խոսքում, հետևյալն են։ Վարույթի արտադրության և իրավական տեխնոլոգիական ընթացքը, այսինքն ինչպես է ստեղծվել այս քրեական վարույթը, ինչ պրոցեսներ անցել և ինչքանով են դրանք օրինական և տրամաբանական, և երկրորդը մեղադրանքի բովանդակությունը և դրա իրավաչափությունը, որի կապակցությամբ նաև որոշ նկատառումներ հիմնավոր հայտնեց հարգարժան պաշտոնը։ Խնդիրները, որոնք կան իմ բացման խոսքում, որի կապակցությամբ խնդրում եմ դատարանի ուշադրությունը դիտարկելու համար հետագայում ևս երկուսն են։ Առաջինը իմ նկատմամբ արդարացման որոշման տեսանկյունից խնդիրը դիտարկել, այսինքն հանգամանքներ, որոնք հիմք հանդիսանան այս վարույթը կարճելու արդարացման հիմքով կամ արդարացման վճռի կայացման տեսանկյունից փաստարկներ որ կներկայացվի, և երկրորդը ՍԴ աշխատակազմի ղեկավարի, գործուն ներգրավված քննիչների, դատախազի, ՍԴ դատավորների և այլ անձանց հնարավոր մեղավոր ճանաչելու իրենց գործողությունների մասով։ Այսինքն մենք ունենք արձանագրումներ, որոնք իրենց մեջ շարունակում են ենթադրյալ քրեական հանցանքի տարեր և խնդրում ենք դատարանին ուշադրություն հրավիրել այդ հանգամանքի վրա, որ դատաքննության արդյունքում մեր լեգիտիմ ակնկալիքն ոչ միայն ստանալ արդարացման վճիռ, այլ նաև մեղադրական վճիռ այլ սուբյեկտների մասով, որոնք ներգրավված են եղել այս վարույթին։ Հիմա ըստ էության վարույթի ընթացքի իրավաչափության վերաբերյալ։ Նախորդ դատական նիստում մենք ներկայացրել ենք միջնորդություն, որ դրա հիմքերը բավարար էին ապօրինության իմաստով, հենց այն կարճելու համար։ Այսօր նմանատիպ միջնորդություն ներկայացրեցի ես և ստացա ինձ համար թերևս անհասկանալի պատճառներով այն անհետևանք թողնելու դիրքորոշում։ Վարույթի առկա առաջին փաստաթուղթը պատվական դատարան, որը մենք տեսնում ենք գործի նյութերում, դա ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանի նամակն է գլխավոր դատախազում։ Ես դիտավորյալ նշում նամակ եզրույթը, այլ ոչ թե գրություն, այլ ոչ թե հաղորդում հանցագործության մասին, որովհետև իր տեսքով, իր հաստատի տեսքով և բովանդակությամբ դա ոչ հաղորդում է հանցագործության մասին և ոչ է պաշտոնական գրություն, այլ պարզապես նամակ։ Այն չունի մեքենագիր անցատիվ։ Այդ գրության վրա դրված է թվեր, որոնք հիշեցնում են անցատիվ, և կարծում եմ անհրաժեշտության դեպքում դատարանը փորձագետից կփորձի պարզել, թե ով է այդ ձեռագրի հեղինակը և ինչ հանգամանքներում է որոշել դրա վրա նշել այդ թվերը, որովհետև դրանք մեքենագիր են, ինչպես նամակի մյուս տեսքը։ Այդ նամակը չունի հերթական ելից համար, որը որ սահմանադրական դատարանի պրակտիկայում ընդունված է, այսինքն բոլոր գրությունները ունեն ելից համար, ավելին
Գործի նյութերում առկա է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի մեկ այլ գրություն հասցեագրված դատախազությանը, որը չունի, սա չունի համար ամսաթիվ, բայց ունի հերթական համար, ելից համար, մասնավորապես A 0807-77-20-24։ Այսինքն նշանակում է, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը նույն անձը, նույն ժամանակաշրջանում, երբ որ փաստաթղթերաստեղծում, այդ փաստաթղթերը ունենում են ելից համար մեքենագիր տեսքով։ Բայց կոնկրետ այն, ինչը որ հիմք է հանդիսացել այս վարույթի նախաձեռնելու համար, զարմանալիորեն դա չունի։ Իդեպ այդ իմ կողմից հիշատակված համարով գրություններ պարունակում է անգլերեն տառերով նշված invalid signature բառակապակցությունը, որը թարգմանաբար նշանակում է անվավեր ստորագրություն։ Այդ նամակը չի պարունակում տեղեկություններ հանցագործության մասին վերտաղում կամ բովանդակություն, որ ընթերցողը հասկանա, որ դա վերաբերում է հանցագործությանը։ Այդ գրությունը, այդ նամակը ունի կատարող պատասխան դատարան, ես ինքս եղել եմ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը համարվում է պետական վարչական պաշտոն, որի զբաղեցնողի համար չեն ներկայացվում մասնագիտական պահանջներ, հետևաբար այդ պաշտոնը իրացնող մարդը, անձը, որպես կանոն, ինքը անձամբ փաստաթղթեր չի ստեղծում, չի արտադրում, եւ Սահմանադրական դատարանում ստեղծող եւ դրան ստորագրության ներկայացվող փաստաթղթերը ունենում են կատարող։ Եվ պետական կառավարման համակարգում գրություններում նշվում է, թե ով է գրության կատարողը, որ պաշտոնը եւ հեռախոսահամարները։ Այս նամակը, այս տեղեկությունները նույնպես չի պարունակում։ Այդ նամակը չի վկայակոչում քրեական օրենսգրքի որևէ հոդված կամ իրավախախտում, որը կապ ունի քրեական օրենսգրքին առնչվող իրավախախտումների հետ։ Դա չի վկայակոչում կոնկրետ անձ կամ անձանցում, որ հնարավոր է ենթադրել, թե ով է իրականացրել այդ որևէ գործողություն։ Նշված չի որևէ ժամկետ, թե ինչ ժամկետի հետ կապված կոնկրետ ժամկետներ վերջին շրջանում։ Օրինակ ես կարծում եմ, որ ժամանակակից պայմաններում վերջին շրջան հասկացությունը կարելի է հասկանալ 2018 թվականից ի վեր, այսինքն Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից, վերջին շրջանը, ես օրինակ իմ ընկալումները դա եմ հասկանում։ Իսկ այդ շրջանում, այսինքն 18 թվականից ի վեր, բազմաթիվ հայտարարություններ բան կարող են եղած, իսկ այդ նամակը չի կոնկրետացնում, թե հատկապես որ օրվա, որ իրադարձության վերաբերյալը դա վերաբերում։ Չի նա մատնանշում որևէ անձի կանխնովի, որ ենթադրաբար տուժել է որևէ մեկ այլ անձի գործողություններից։ Հետևաբար դժվար է հասկանալ, թե ինչի մասին է դա եւ ինչ է դա բովանդակում։ Գրականության մեջ կան տարբեր ժանրեր, օրինակ բանաստեղծություններ, վեպեր, պատմվածքներ, էսսեներ, առակներ, թարգմանություններ, նամակներ։ Օրինակ գրականությանը հայտնի է Ալեքսանդր Շիրազադեի նամակը Դավիթ Անանանի։ Այ օրինակ Սամվել Առաքելյանի նամակը Աննա Վարդապետյանի, ես կարծում եմ դա իրավական արժեք չունի, եւ դա գրական ստեղծագործություն է, ընդ որում իր բովանդակության շատ անհաջող։ Եվ ես չեմ նկատել, որ գրականագետ փորձի դա ուշադրություն դարձնի իր գրական արժեքի իմաստով։ Եվ նա մեր մտահոգություններն են ընդհանրապես հայտնում գլխավոր դատախազին։ Օրինակ ես մտածում եմ, հիպոթետիկ փորձեցի պատկերացնել, եթե Սամվել Առաքելյանը գրել ոչ թե այն նամակը, որ գրել է, այլ մեկ այլ բովանդակության նամակ, ասենք օրինակ հետևը, հարգելի Աննա, վերջին շրջանում ես շատ անհանգիստ եմ զգում։ Անհանգստությունը հայտնվել է մտահոգող վիճակում, կորցրել եմ քունս։ Իմ աչքի առջև իմ գործընկերները ամսեկան ստանում են մեծ վարձատրություն եւ կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք վտանգում են հայոց անկախ պետականությունը։ Խաթարում մեր պետության իրավակարգի հիմքերը, վտանգում մեր անկախությունն ու պետականությունը։ Խնդրում եմ ձեր իրավասությունների շրջանակում ուսումնասիրել իմ գործընկերների գործունեության եւ նրանց պաշտոնավարման օրինականության բոլոր ասպեկտները։ Ենթադրենք այդպիսի բովանդակության մի հատ նամակ գրել, ինչը որ կարող է նաեւ անել, եթե այդպիսին է գրել այն ինչ որ կա։ Ես ուրեմն անամ վարույթ է նախաձեռնելու դրա հիմնով։ Եթե չէ, ապա այս դեպքում ինչի է վարույթ նախաձեռնել։ Եթե պիտի վարույթ նախաձեռնվեր, ապա հասկանալի է, թե մինչև հիմա ինչ չի նախաձեռնվել, որովհետև ճիշտ է Սամվել Առաքելյանը նման նամակներ չի գրել, բայց իմ ելույթները շատ ժամանակ, նաև այստեղ հիշատակվող, ստեցան դրանք
Ինչպես նշեց Հարգարժան պաշտպանը ոչ թե տեղեկություններ են, այլ ենթադրել հանցանքի մասին հաղորդումներ եւ որոշ դեպքերում այստեղ վկայակոչված նյութերում ես ինքս եմ ասում, որ սա պետք է ընդունել հաղորդում հանցագործության մասին։ Եվ եթե դատախազը եկել այն իրավական դիրքորոշման, որ ասածը ոչ թե կարծիք է, համեմատություն, այլ իրավական գնահատական է դրել, որ դա տեղեկություն է, ինձ համար կարևոր է բարձել, թե ինչու է պայմանավորված նրա անգործությունը, այդ տեղեկության հիման վրա վարույթ չնախաձեռնելու եւ այդ փաստերը ուսումնասիրելու համար։ Որովհետեւ այն ինչ որ ես ասել եմ իմ հրապարակային ելույթներում, այն կարծիքները, մտորումները, դրանք իսկապես մեծ մտահոգություններ են իրենց մեջ պարունակում, այո, շատ պաշտոնյաների գործունեության օրինականության, նրանց պետական դավաճանության ենթադրել հանցանքի մեջ ներգրավվածության եւ այլ հանցանքների ենթադրել հանցանքի հատկանիշներով։ Եթե մարդը դատավորի, դատախազի, քննիչի պաշտոններ է զբաղեցնում, դա դեռ չի նշանակում, որ ինքը երբեք որևէ տիպի ենթադրել հանցագործներ չի կատարում։ Ինձ ձեռքի տակ է ես երեկոյան առանձնացրեցի, ուղղակի շատ չծանոթացնելու համար 9 դրվագ, երբ որ տարբեր քրեական վարույթներ են նախաձեռնվել դատավորների նկատմամբ, դատախազների նկատմամբ, փաստաբանների նկատմամբ։ Այս պահին դեռևս Կալանքի տակ է գտնվում Արուսյան Ալեքսանդրը։ Ալեքսանդրը, ես հարարում վաղուց իրականում պիտի արարքի, անկեղծ ասած սպասում եմ, որ դատարանը կսահմի կապատի։ Դատարանը ձեզ հնարավորություն չի տալիս խոսել հանրային մեղադրով, հիմա ձեր խոսելու հերթը չի, երբ որ ավարտեն ձեզ դատարանը չի մոռացել, հայտարարությամբ հանդես գալու իրավունք կտա։ Ալեքսանդրը դատարանը ես հիմա եմ արարքում, որովհետև կապված է նրա հետ, որ հնչում են հայտարարություններ, որոնց ես վարույթի հետ եւ վերջինիս ներկայացված առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չունեն, խոսում են ինչ-որ այլ բաների մասին, որոնք որևէ հատած չունեն այս վարույթի հետ։ Դրա համար ես առարկում եմ այս բանը։ Իմ առարկությունը, երբ որ խոսքը ավարտի, արդեն կլինի ժամանակավորել, իմաստ չի ունեն։ Պարոն Ավետյան, հասկանալի է ձեր միտքը, բայց հիմա առարկելու հնարավորություն չունեք։ Խնդրում եմ նստեք։ Պարոն Ղազարյան, դատարանը ձեզ անհրաժեշտ է համարում, հաշվի առնելով, որ արդեն ինձ այդ խոսքը ընդհատվեց, պարզաբանել, որ ձեր նկատմամբ կիրառված է խափանման միջոց վարչական հսկողություն, որը ունի համապատասխան սահմանափակումներ։ Ձեր խոսքում հնարավորինս այնպես արեք, որ համապատասխան սահմանափակումների ենթադրյալ խախտումներ թույլ չտաք։ Շարունակեք։ Ես այստեղ առարկություն ունեմ, պատվաստականում, եթե հիմա չեք տանի, խնդրում եմ չմոռանալ, շատ կարևոր առարկություն։ Չենք մոռանա, պարոն Մելիքյան, անպայման հնարավորություն կտանք հանրային մեղադրողի խոսքից հետո շարունակեք։ Պատվաստան դատարան ես որևէ նոր բան չեմ ասի, քան այն ինչ որ արձանագրված է մեղադրական Այո, անցյալով խնդիր չկա, բայց ներկայով հիմա որ խոսեք, հնարավոր է, որ դուք համապատասխան սահմանափակումները խախտեք։ Հետևաբար դատարանը ընդհանրապես ձեզ հորդորում է, որ մտապահեք ինչ խափանման միջոցի սահմանափակումներ են կիրառված։ Շատ է, պատվաստան դատարան, շնորհակալ եմ այս զգուշացման համար։ Այդ կապակցությամբ ես մի անհանգստություն եմ, որովհետև նախորդ դատական նիստում, երբ որ դուք խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացրեցիք, ձեր բանավոր խոսքում ասեցիք, որ դա վերաբերում է բացառապես Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, դատավորներին, բայց դատարանից միասնական տեղեկատվական համակարգում տեղադրված որոշման մեջ գրված է միայն որոշումը թողնել անփոփոխ, այսինքն այդ հարց չկա, այսինքն ես հիմա ուզում եմ անեմ, օրինակ ես վերջերս ես մի արատավոր տեղեկություն եմ իմացել Ադրբեջանի մի դատավորի մասին եւ հիմա չգիտեմ, դա ըստ նիստերի դահլիճում չի, այլ հարթությունը կարող եմ դա արտահայտել, թե ոչ այդ սահմանափակումը դրան վրա։ Դատարանին հարցեր տալու իրավունք չունեք, կհորդորեմ ավելի ուշադիր կարդալ դատարանի կայացրած որոշումը։ Կարող եմ շարունակել։ Իհարկե։ Պատվաստան դատարան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը իր նամակում հիշատակում է իրականացրել, այսինքն հիշատակում բառացի մեջբերում Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի հոդված 6-ի եւ 7-ի առանձին հատվածներից, անտեսելով այդ հոդվածների ամբողջական բովանդակությունը։ Իսկ ամբողջական բովանդակությունը կայանում է հետևյալը. 6-րդ հոդվածում ասում է. Սահմանադրական դատարանի դատավոր նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են։ Սահմանադրական դատարանի դատավորի նրա ընտանիքի անդամների նրանց բնակելի եւ աշխատանքային տարածքների այլ հույքի անձեռնորդության նկատմամբ ոչ իրավաչափ գործունեության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմին եւ սահմանադրական դատարանին։ Այսինքն այստեղ անհրաժեշտ է դատավորի հանգամանք եւ սահմանադրական դատարանի մասին օրենքը ավելի բարձր իրավական արժեք ունի, քան ցանկացած այլ օրենքներ, որոնցով մենք հիմա նաեւ առաջնորդվում ենք։ Մասնավորապես քրեական
Նույնը վերաբերում է Սահմանադրական դատանի մասին, Սահմանադրական օրենքի 7-րդ մասին, որտեղ ասում է Սահմանադրական դատանի դատավորի գործունեության միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին Սահմանադրական դատանի դատավորն անհապաղ իրազեկում է Սահմանադրական դատանի նախագահին, որն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում է իրավասու պետական մարմիններին։ Պատվարժան դատարան այս հիշատակումների մեջ Սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավար գոյություն չունի։ Եվ ես ուզում եմ հասկանալ, որ եթե որևէ դատավոր, Սահմանադրական դատանի նախագահ, որևէ իրավասու մարմին չի դիմել, ապա ինչ շահադրտվածություն է ունեցել աշխատակազմի ղեկավարը իրեն նման ինքնիրավչությամբ, նման ֆունկցիա վերագրելու եւ գործընթաց նախաձեռնելու համար։ Կարծում եմ այստեղ կարող են գոյություն ունենալ նաեւ անձնական սուբյեկտիվ հանգամանքներ, որոնց քիչ հետո ես վերաբերեմ ձեր ուշադրությանը։ Աշխատակազմի ղեկավարի գրություն գլխավոր դատախազին նման բովանդակությամբ չի նախատեսում։ Իդեպ ասեմ, որ եթե գրությունը գրված է գլխավոր դատախազին, դա չի նշանակում, որ դա պետք է միանգամից ունենալ հաղորդում հանցագործության մասին։ Սահմանադրական դատանի մասին Սահմանադրական օրենքը նախատեսում է, որ առանցիկ գործերով գլխավոր դատախազը կարող է գործում լինել որպես մասնակից։ Հետևաբար աշխատակազմի ղեկավարը աշխատակարգային որոշումների մասին ծանոթացելով, դատական նիստերի մասին ծանոթացելով կարող է գրություններ հասցեագրել գլխավոր դատախազին։ Հետևաբար այն գրությունը, որը հանցագործություն է պարունակում, բովանդակային առումով պետք է այդպիսի նշում ունենա, որը տվյալ դեպքում չունի։ Սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավարի վերապահված չեն իրավասությունները զբաղվելու ՍԴ դատավորների իրավունքների պաշտպանության հարցերով։ Վիճահարույց հարցերով իրավապահ մարմիններին պետք է դիմի ՍԴ դատավորները, որոնք ի տարբերություն առաջին հայցերի դատարանների դատարան չեն հանդիսանում։ Նման դեպքում ՍԴ ոչ մի դատավոր դիմում չի ներկայացրել, որևէ անհանգստություն չի հայտնել, գործում չկա ուժողներ, այդ թվում Սահմանադրական դատանի դատավորներից։ Այս նամակը չի կարելի համարել հաղորդում հանցագործության մասին, որովհետև Քերական դատավարության օրենսգրքի 173 հոդվածով նախատեսվում է, թե ովքեր կարող են հանդիսանալ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ներկայացնողներ։ Նախորդ դատական նիստի ժամանակ հանրային մեղադրողը մի դիտարկում արեց մեր այն դիտարկմանը, որ սա պետք է դիտել իբրև պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնից կամ պաշտոնատար անձից ստացված հաղորդում, նշեց, որ դա նեղացնում է հաղորդում տվող սուբյեկտների շրջանակը։ Իհարկե ֆիզիկական անձին, այդ թվում եւ քաղաքացի Սամվել Առաքելյանը նույնպես կարող է ցանկացած հարցի կապակցությամբ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Բայց այստեղ հատկանշական է, որ Սամվել Առաքելյանը հանդես չի եկել որպես քաղաքացի։ Նա օգտագործել է պաշտոնական ձևաթուղթը, չնայած պայմանները խախտելով, բայց այնուամենայնիվ կա պլան, ՍԴ աշխատակազմի ղեկավարի, տեխնիկական միջոցներ, գրությունը հասցեագրելու, ստորագրելու համար գործածել է պետական մայբրի գործավարության եւ տեղեկատվության մշակման միասնական համակարգը եւ այլն, իսկ պետական միջոցներ է օգտագործել։ Հետևաբար նա հանդես է եկել ըստ էության որպես հաղորդում ներկայացնող, որպես պաշտոնատար անձ պետական մարմին։ Տվյալ դեպքում դա պետք է վերաբերվել միայն նրա գործունեության իրականացման կապակցության խնդիրների։ Իսկ տվյալ դեպքում նրա գործունեությանը սա որևէ առնչություն չունի։ Եթե սա դիտում ենք ասացի, ուրեմն Սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավարի գործունեության առաջվող հարաբերությունները սահմանվում են Սահմանադրական դատանի աշխատակարգում։ Սահմանադրական դատանի աշխատակարգը չի սահմանում ՍԴ աշխատակազմի ղեկավարի այնպիսի լիազորություններ, ինչպիսով որ նա իրականացրել է տվյալ գործունեություն։ Սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավարի գործողություններում ստայտում ակնհայտ է քերական օրենսգրքով սահմանված հետևյալ ենթադրյալ հանցագործության տարրերը, որոնց կապակցությամբ մենք հրավիրել էինք նախորդ անգամ նաև դատախազի ուշադրությունը, ցավոք սրտի չունենք տեղեկություն բարոյ նախաձեռնելու մասին, մասնավորապես ինքնիրավչություն 460-ի առաջին մաս, իշխանության յուրացում 410-ի առաջին մաս, պաշտոնատար անձի կողմից պաշտպանական եւ ծառայողական լիազորությունները դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը 445-ի առաջին մաս եւ սուտ մատնություն 470-ից։ Սամվել Առաքելյանը զբաղեցնում է ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը մեղադրանք առաջադրված անձի, այսինքն ինձնից անմիջապես հետո։ Իդեպ ինձ պաշտոնից իմ պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկելու եւ Սամվել Առաքելյանի այդ պաշտոնը նշանակելու հետ կապված հարցը վիճակվել է դատարանում,
եւ դրա կապակցությամբ այսօր դիմումը գտնվում է Մարտի ամենի եվրոպական դատարանում։ Այսինքն այստեղ գոյություն ունի, ես տեսնում եմ, ակնհայտորեն անձնական խնդիր, որտեղ Սամվել Արաքելյանը նաեւ աշխատել է իմ ենթակայությամբ Սամվելական դատարանում եւ փոխարինել են ձեր պաշտոնը եւ կարծում եմ, որ այս գործընթացում գոյություն է նաեւ սուբյեկտիվ տարեր, կոնկրետ անհատապես իմ տեղեկատվական գործողություններով։ Եվ դրա ապացույցը հանդիսանում նաեւ այն տեղեկատվական սկավառակը, որը նա գերության հետ միասին է, գերություն ասեցի, նամակի հետ միասին փոխանցել է դատախազություն, որտեղ գրեթե մեծ մասը, երևի 90%-ը, չնայած YouTube-յան տեսանյութերի, հղումը սկսվում է Էդգար Ղազարյանի Facebook-յան օգտահաշվից։ Այսինքն ակնհայտը իմ անձնական թիրախավորումը այդ գործի նյութերում դրանք ապացուցված են եւ ամրագրված են։ Ուրեմն քրեական վարույթ չի կարող նախաձեռնել, ասեցինք, երբ որ չկա հանցանքի մասին տեղեկությունը ստացվել է տվյալ քրեական օրենսգրքով չնախատեսված, այդ թվում ակնհայտ չբացահայտված աղբյուրից։ Քրեական օրենսգրքի 176 հոդվածը նախատեսում է, թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը դրանց պաշտոնատարական ցավոկման ինչ պահանջներ են ներկայացվում, այդ թվում պահանջ կա պատշաճ վավերացված պաշտոնական նամակի առկայությունը, ինչը տվյալ դեպքում գոյություն ունի, ինչպես նաև պետք է բացահայտի համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի այն գործունեությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի են դարձել աներևույթ հանցանքի փաստը, ինչը տվյալ պարագայում նույնպես բացակայում է։ Տվյալ դեպքում բացակայում օրենքով սահմանված քրեական գործը հարուցելու պատշաճ հիմքը, հետևաբար քննիչը պետք է առաջնորդվի քրեական դատավարության օրենսգրքի 170 հոդվածով եւ առհասարակ չնախաձեռներ քրեական վարույթ։ Իդեպ ասեմ, որ այս իմ կողմից մատնանշված խախտումները առերևույթ իմ տպավորությամբ ծանոթանալու գործի նյութերին արձանագրվել է նաև դատախազությունը, որովհետև այդ նամակը, որը հայտնի է գործի նյութերում, իր մեջ պարունակում է երկու գրառում։ Մեկը թվագրված երկուսն էլ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին, եթե գործի նյութերում դատարանը հարմար գտնի ուշադրություն դարձնել, դրանք առկա են։ Այդ գրառման բովանդակությունները հետևյալն են. Պարոն Ա. Նշանյանի ստորագրություն ամսաթիվ եւ Վ. Ավանեսյանի ստորագրություն ամսաթիվ։ Ես ճիշտ ասած չգիտեմ, թե ովքեր են պարոն Նշանյանն ու Ավետիսյանը, հավանաբար դատախազության պաշտոնյաները։ Ես չգիտեմ նաև, թե ովքեր են ստորագրել, այսինքն դա չի նշում։ Պատասխան դատարան, ինչ ասա նշանակում։ Ես ինքս եղել եմ քաղցառայով, աշխատել եմ կառավարության աշխատակազմում, որպես առաջատար մասնակից, գլխավոր մասնակից, վարչության պետի տեղակալ եւ ստացել եմ իմ վերադասից հանձնարարականներ, մակագրություններ, իսկ վերադասը կարող է ձևաթղթի վրա կամ առանձին պրեզենտացիոն բլանկի ասում, մակագրություններ կատարել իր ենթականներին։ Բայց մակագրությունը ես ստացել եմ եւ պաշտոնի բերում եմ նաեւ ինքս եմ մակագրություններ արել, արդեն որպես մարզպետ, որպես դեսպան, որպես սա աշխատակազմի ղեկավար։ Մակագրությունը պետք է պարունակի հանձնարարություն, այսինքն ենթակա պետք է, երբ որ ստանում է գրությունը, պետք է իր համար որոշակիորեն պարզ լինի, թե ղեկավարը իրենից ինչ է պահանջում։ Մայլբերի տեղեկատվական գործավարության համակարգը նույնիսկ առաջարկում է ղեկավարին ամենատարածված հանձնարարականի ձևերը արագ գործավարություն անելու համար։ Օրինակ, խնդրում եմ սահմանված կարգով ընթացք տալ։ Օրինակ, խնդրում եմ ուսումնասիրել եւ զեկուցել արդյունքների մասին։ Ես ասում եմ ամենաառավել տարածված հանձնարարականները, որ նաեւ ես եմ տվել։ Եվ այդ հանձնարարականների մեջ դիտում եմ նաեւ օրինակ հետեւյալը. կցել գործի կամ ընդունել իր գիտություն։ Սրանք այդ դեպքերն են, երբ որ ղեկավարը ենթակայից որևէ գործողություն չի ակնկալում։ Այսինքն նա պետք է այդ գիտությունը թողնել անհետևանք։ Իսկ մոտավորապես այդպես ինչպես ընդհանրենք պատասխան դատարանը ստանալու գործը մեր միջոցով։ Կցեք գործը։ Հիմա այս գիտություն նամակը, որ ստացել են դատախազություն, մակագրություն անողները, հավանաբար հասկանալով, որ դրա մեջ որևէ իրավական նշանակություն չկա, որևէ մեկին որևէ հանձնարարական չեն տվել։ Այսինքն ենթադրվում է, որ այն պետք է կցել ընդհանուր բաժնի դատախազության գործերին եւ որևէ ընթացք չտա։ Բայց մենք տեսնում ենք գործի նյութերից, որ այս նամակը հայտնվում է քննչական կոմիտեում
Եվ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արդարադատության առաջի դասի խորհրդական Շահրոյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 30-ին, այսինքն 8 օր անց, այն հասցեագրում է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Վարդանյանին նույն վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին հանձնարարելու համար։ Պատվարժան դատարան, քննչական կոմիտեն ունի բազմաթիվ կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումներ եւ որևէ գործով նախաքննություն իրականացնելու համար բնականաբար պետք է ընտրվի տրամաբանություն նշում է այն ստորաբաժանումը, որը որ իրավասություններ ունի, մասնագիտացված ուղղվածություն ունի եւ վերաբերելիություն ունի այս կամ այն ենթադրյալ հանցանքով վարույթ իրականացնելու համար։ Օրինակ, քիչ թե շատ այս ամենին առնչվող կենտրոնական ապարատում ես տեսա հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, պետության սահմանադրական կարգի հիմունքներ եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն։ Եվ կա նաեւ տարածքային վարչություններ, բաժիններ, այդ թվում Երևան քաղաքի ըստ վարչական շրջանների քննչական բաժիններ։ Բայց այս բաղադրությունը որոշում է փոխանցել ծանր հանցագործությունների քննության բաժնի, երբ որ ակնհայտ է, որ ստացված գրությունից չի երևում, որ տեղի ունեցել որևէ ծանր հանցագործություն, իդեպ դժվարացան հանցագործություն, դա որևէ մեկից երևակայությանը քրեական օրենսգիրքը չի թողել, դա սահմանված է քրեական օրենսգիրքի հոդված 17-ի 4-րդ կետով, թե որոնք են համարվում ծանր կամ հատկապես ծանր տիպի հանցագործություններ։ Հետևաբար քննչական կոմիտեի այդ ստորաբաժանումը ստեղծված է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ քննելու համար։ Եվ չափազանց տարօրինակ է ինձ թվաց է, ծանոթանալով վարույթի գործերին, թե ինչու է որոշվել նախաքննությունը հանձնարարել հենց հատկապես այդ ստորաբաժանմանը։ Իդեպ պատվարժան դատարան դուք պարտավոր չեք դրա մասին իմանալ, ես հիմա եմ ուզում ձեզ տեղեկացնել, որ վերջին շրջանում պայմանավորված իմ հասարակական գործունեության հետ ցավոք սրտի շատ են լինում առիթներ, հատկապես վերջին ոչ թե շրջանում, այսինքն այլ վերջին շրջանում 10 թվի իրադարձություններից հետո, որ ես տարբեր հանգամանքներով եւ տարբեր կարգավիճակներում առնչվում եմ քննչական կոմիտեի հետ։ Եվ նույնց է ստացվում, որ եթե ես եմ առնչվում քննչական կոմիտեի հետ, դա վերաբերում է հենց ծանր հանցագործությունների քննության բաժնին։ Օրինակ 2022 թվականին մի ակցիա էինք քաղաքացիական կազմակերպել ազգային ժողովի պատգամավորներ լուսապարկեր նվիրելու։ Մեզ բերման է ենթարկել եւ ծանր հանցագործությունների քննության, իսկ ենթադրյալ մարդիկ մտածել են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների ոչ արժեքավոր նվերներ, դա 70,000 դրամը հաստատ չէր գերազանցում, նվեր տալը դա ծանր հանցագործություն։ Եվ այդ գործը գնացել են դեր կամ ազգային ժողովի դատարան ես ստիպված եմ հավաքել, որովհետեւ պատվարժան դատարան ախր այս քրեական գործի հետ եւ առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունեցող ինքն արդեն հոգնեց ջուրը որևէ առնչություն չունեցող բաներ են ասում պատվարժան դատարանի շուրջ 30 րոպե պաշտոնական կողմը ներկայացնում է տեսակետներ, որոնք առնչություն չունեն։ Եթե կապում են այս բարոյես քրեական գործի հետ կարելի է լսել, բայց անընդհատ խոսել երևույթների, իրադարձությունների, երկրների ունեցած կամ չունեցած, որոնք ավերս չունեն այս քրեական գործի հետ, ես չեմ հասկանում դրա տրամաբանությունը։ Ընդ որում պատվարժան դատարանը նաև քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում պաշտպանական կողմի բացման խոսքով հանդես գալու քրեադատավարական հնարավորություն, թեև ես ինչու սկզբում չառարկեցի, որովհետև ես դեմ չեմ, որ հակիրճ պաշտպանական կողմը ելնելով նաև այն հանգամանքից, որ ըստ էության անձին է առաջադրված մեղադրանք, ինքի պաշտպանության իրավունքից ելնելով հակիրճ արտահայտի ներկայացված մեղադրանքի շտապը, բայց անընդհատ խոսել կապ չունեցող բաների մասին կարծում եմ պիտի սահմանափակվի, խոսքը վերաբերել չի հիմնով պատվարժան դատարան։ Խնդրում եմ դատարանին, որպեսզի սահմանափակվի խոսքը այդ հիմնավորում։ Հանրային մեղադրող դատարանը ձեր առարկությունը չի ընդունում, միաժամանակ ձեզ պարզաբանում է, որ առանց դատարանի թույլտվության հաջորդ թիվ խոսելու դեպքում դատարանը իրավասու է կիրառել համապատասխան սանկցիա, ինչ վերաբերում է ընդհատելուն խոսքը կամ այն հանգամանքին, որ պաշտպանական կողմը բացման խոսքով հանդես գալու իրավունք չունի, դա նախատեսված է քրեական դատավարության 324-րդ հոդվածով, համաձայն որի պաշտպանական կողմը իրավունք ունի հանդես գալ բացման խոսքով։
Այն հանգամանքը, որ մեղադրանքին չի առնչվում, դատարանը սույն դեպքում չի կարող դա արձանագրել, մինչ ամբողջական տեքստը ունկնդրել է։ Երբ որ մեղադրյալը ամբողջական տեքստը կարտահայտի, դատարանը համապատասխանաբար, եթե անհրաժեշտ գտնի, կարձանագրի, որ այսինչ մասերը վերաբերելի չէին, օրինակ, այսինչ արտահայտության համար դատարանը անհրաժեշտ է համարում կիրառել դատական սանկցիա։ Խնդրում եմ, եկեք հարգենք իրար, շարունակեք պարոն։ Մի բան էլ եթե թույլ տակ ուղղակի ասեմ, դատարան առարկելու հետ կապված, որ դուք նշում եք, որ որևէ կողմ իրավասու չէ խոսքի ընթացքում առարկել, ես անկեղծ առաջին դեպքն է, որ նախագահ ու դատավորը թույլ չի տալիս, որ խոսքի ընթացքում առարկությունը հնչեն այս կամ այն կողմից, ես նկատիչում եմ մեղադրողի դատախազի կողմից, բոլոր դեպքերում, երբ որ որևէ կողմ որևէ միտք է արտահայտում, որը անընդունելի է, առնվազն մի կողմի համար, նա կարծում եմ իրավունք ունի այդ բանին առարկելու, բայց ես հաշվի կառնեմ, որ Դուք իրավունք ունեք առարկելու, իմ նախագահությունը կապ չունի, դատավարությունն է այդպիսին, այ օրինակ եթե հարցն չի, հարցին չթողնեք պատասխանի, առարկեք այդ հարցին, բայց եթե կողմը խոսում է, կողմի խոսքը ընդհատել անհրաժեշտ չի, դա նախատեսված չի, դա պետք չի, որ նախատեսված լինի, դա բացահայտ հանրահայտ փաստ է։ Հենց այդ պետք չի, որ նախատեսված լինի, որ եթե որևէ առած չունեցող, օրինակ նախին դատավորի մասին է խոսում, պատվարժան դատարան մեղադրյալը, Արուսի կազմումը չեմ հիշում, հիշատակում է ինչ կապ ունի այս վարույթի հետ, որևէ առած չունի։ Հիմա ես ամեն անգամ չեմ ընդհատում, հաշվի առնելով մեր դատարանի մոտեցումը, դատարանի ինձ հայտնած դիտարկումը, այսպես ասեմ, եւ ենթարկվում եմ բնականաբար նախագահ ու դատավորի կարգադրությունների, բայց պատվարժան դատարան որևէ առած չունեցող բաները անընդհատ ասել, վերածել այս քրեական գործի քննությունը հասարակական կամ քաղաքական ելույթի, ես չեմ կարծում, որ դա է իրավաչափ։ Դա կողմի իրավունքն է, ոչ պարոն Ղազարյան, ոչ պարոն Մելիքյան։ Թողնեմ պարոն։ Ձեր հասցեին վիրավորանք, որ հնչի, դատարանը կարձանագրի, պարոն Ղազարյան, շարունակեք, կներեք, որ կընդհատեցին, շարունակեք։ Պատվարժան դատարան, ես ուղղակի ուզում եմ ասել, որ ես շատ լավ հասկանում եմ, թե որտեղ եմ գտնվում, եւ հրապարակային խոսք դատարանում հնչեցնելու կարիք ես չունեմ, ես ունեմ բազմաթիվ հարթակներ խոսք հնչեցնելու եւ խորին հարգանք ունեմ դատարանի նկատմամբ եւ իմ խոսքը կառուցել եմ այն դրամաբանությամբ, որին կարծիքով հետաքրքիր է դատարանին այս գործով որոշում է կայացնելու համար։ Իսկ ես ժողովում եմ դժվարին գործներից այդ մեր ծառայությունից։ Շարունակենք պատվարժան դատարան։ Ուրեմն իմ նկատմամբ նաեւ վարույթը իմ մասնակցությամբ վարույթը նախաձեռնել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրիկի Մարինե Հովհաննիսյանի երեխոր Կարեն Սիմոնյանի հաղորդումը։ Պարոն Ղազարյան, որ էջի կարող եք նշել, որտեղ եք հասել։ 8-րդ էջ։ Քանիսից 8-րդ։ 27-ից։ Ընդհանրապես։ Խնդրում եմ նստեք, դատարանը ձեզ ընդհատում է, դատարանը ժամը 17:00-ին ունի այլ կանոնավորական նիստ, հաշվի առնելով ներքովիրանը դատարանը անհրաժեշտ է համարում հետաձգել դատական նիստը եւ նշանակել արդեն կողմերի հետ նախապես համաձայնեցված օրը եւ ժամին ապրիլի 22, այսինքն երեքշաբթի օրը ժամը 17:00-ին, մայիսի 14 ժամը 10:00-ին